Բարև ձեզ։ Իմ անունը Աստղին է, ես էներգախնայության աջակցման հիմնադրամից եմ։ Այսօրվա մեր խոսակցության թեման կլինի ջերմամեկուսացում, որտեղ Հայաստանում կան շատ ընտանիքներ, որոնք դժվարանում են ջերմացնել իրենց կացարանը ձմռան ցուրտ ամիսներին։ Եվ դրա պատճառը այն է, որ որքան էլ որ ջեռուցում են, տնից ջերմության մի մասը կորում է, փախնում է, որտեղ տները վատ են ջերմամեկուսացված։ Եվ այսօր մենք փորձել ենք ստեղծենք մի ուսուցողական ձեռնարկ, որը քայլ առ քայլ ցույց կտա, թե ինչպես պետք է տանը գտնել ջերմային կորուստները եւ հետո դրանք վերացնել ջերմամեկուսացման ճանապարհով։ Այսօր մեզ կօգնի վարպետ Ահարոնը Դանիելյան, որը փորձված շինարար է եւ ես եք փորձեմ իրան օգնեմ։ Սկսենք տարածքի ուսումնասիրությունից, որ մակերևույթներն են ավելի սառը եւ որտեղից է մուտք գործում սառը օդը։ Հատկապես ստուգեք պատուհանները, դռները, պատերը եւ տանիքը։ Տեսել եք պատուհանների վրա կաթիլներ, զգացել եք, որ պատերն ու հատակը սառն են։ Նկատել եք պատի առաստաղի կամ պատի եւ հատակի հատման հատվածներում բորբոսի նշաններ կան։ Տան հենց այս հատվածներն են ջերմության հիմնական կորստի աղբյուրները։ Եթե ձեր տունը առանձնատուն է եւ դուք որոշել եք այն ջերմամեկուսացնել ամբողջությամբ, ապա անհրաժեշտ է ջերմամեկուսացումը սկսել եւ իրականացնել ներքևից վերև, հիմքից մինչեւ տանիք։ Իսկ եթե մասնակի պետքա ջերմամեկուսացնեք, շատ կարեւոր է կերապատվությունը տալ դրսից ջերմամեկուսացմանը, արտաքին պատերից։ Այրեղ դեպքերում, եթե որևէ կերպ ֆասադը հասանելի չէ, իրականացվում է ջերմամեկուսացումը տան ներսի կողմից, որի մասին կխոսենք։ Եվ դրսի եւ ներսի կողմից պատերի ջերմամեկուսացման համար նախ պետք է պատրաստել աշխատանքային մակերեսը, այսինքն մաքրել պատերը փոշուց եւ կեղտից եւ նախապատրաստել մակերևույթները, որպեսզի ջերմամեկուսիչ նյութերը հնարավորինս քիփ փակցվեն պատող մակերեսների վրա։ Տան հիմքի ջերմամեկուսացումը իրականացնելու համար առաջին հերթին պետք է չափենք ջերմամեկուսացվող տարածքի մակերեսը եւ պատրաստենք աշխատանքային հարթակը։ Հիմքի շուրջ պետք է փորել առնվազն 15 սանտիմետր խորությամբ փոս։ Մաքրենք մակերեսը եւ քսենք բիտումային ջրամեկուսիչ նյութի 2 շերտ, հիմքը խոնավությունից պաշտպանելու համար։ Բիտումային ջրամեկուսիչ շերտի վրա փակցենք ջերմամեկուսիչ սալերը, կամ խցաբութակներով, կամ հատուկ սոսնձի միջոցով։ Հարթեցնենք եւ թողնենք չորանան։ Ջերմամեկուսիչի մակերեսը պետք է ծածկել սոսնձով եւ հատուկ ցանցով, երեսպատել ավարտական հարդարման նյութով եւ ներկել։ Այս բոլորի չորանալուց հետո պետք է կատարել փորված հողի հետ լիցք։ Արտաքին պատերի ջերմամեկուսացման համար պետք է օգտագործել կարծր նյութեր, ինչպես օրինակ էքստրուզիոն պոլիստիրոլ կամ հանքային բամբակի կարծր սալեր։ Ջերմամեկուսացման համար մենք կվերցնենք էքստրուզիոն պոլիստիրոլը, նրան կծածկենք սոսնձով, հատուկ կա փրփրասոսինձ, որը նման նյութերի փակցման համար է, ամրացնում ենք ամբողջ եզրագծով եւ մեջը կամ խաչ կամ ինչպես ասում են օծաձև, սոսնձով պատելուց հետո փակցնելու ենք դա պատին, սոսնձելու ենք, նույնը կարող ենք իրականացնել հանքային բամբակի հետ։ Սալերի ամրացումը արտաքին պատին կարելի է իրականացնել նաեւ հատուկ նախատեսված ցեմենտային հիմքով սոսնձով։ Ջերմամեկուսիչ սալերը սոսնձով պատին փակցնելուց հետո թողնում ենք 72 ժամով, որպեսզի սոսինձը ամրանա, չորանա, որից հետո ձգում ենք հատուկ պլաստիկ խցաբութակները, որ ժողովուրդը կոչում է ձյուբել, խցաբութակներով փակցում ենք, այս սալի վրա առնվազն 5 կետով ծայրերից 5 սանտիմետր հեռու եւ 1 կենտրոնում, որից հետո փակցում ենք հատուկ ապակեցանց, որի վրա արդեն կարելի է կիրառել հարդարման շերտ, ինչպես օրինակ սվաղ կամ այլ ինչ-որ դեկորատիվ հարդարանք, որ դուք պատրաստում եք ձեր շենքի արտաքին ֆասադին ծածկել, այսքան։ Արդեն ապակեցանցի վրայից ավելացվում է այն ծեփամածիկը, որի վրա կիրառվելու է հետագայում հարդարումը, կլինի դա սվաղ, կլինի դա հետագայում դեկորատիվ ինչ-որ քարի երեսպատում, ցանկացած այլ նյութ։ Շինության բոլոր անկյունները եւ բացվածքները պետք է ամրացվեն անկյունային պրոֆիլով։ Պատուհանների եւ դռների անկյուններին պետք է տեղադրել ամբողջական տախտակներ։ Ճակատային հատվածում ճեղքերից խուսափելու համար դռների եւ պատուհանների անկյուններին պետք է հավելյալ ապակեցանցի շերտ տեղադրել 45 աստիճան անկյան տակ, շուրջ 20 սմ 40 սմ-ի վրա չափերով։
Իդեպ նշեմ, որ վարպետ Ահարոնը համագործակցում է մեզ հետ Արհեստ-ԵՄ հարթակի միջոցով։ Արհեստ-ԵՄ-ը դա արհեստավորների ուսուցման հարթակ է, որտեղ մասնագետները ստանում են հավաստագրված կրթություն տարբեր մասնագիտություններից, այդ թվում նաև ջերմամեկուսացման գործի։ Տան պատերը ներսից ջերմամեկուսացման համար կարևոր է օգտագործել հրակայուն նյութեր։ Դրանք են հիմնականում հանքային ծագման նյութերը, ինչպես օրինակ փքված պեռլիտը, հանքային բամբակը, եւ դրանք կան տարբեր ձևերի, օրինակ սալերի տեսքով կամ հենց բամբակի տեսքով։ Եվ իսկ երբ որ փակցվում են էքստրուզիոն պոլիստիրոլ, նրանք պետք է պաշտպանել հրակայուն հատուկ պաշտպանիչ շերտով։ Պատերի վրա հանքային բամբակ փակցնելու համար սկզբից ամրացում են փայտի շրջանակներ, որոնց մեջ փակցվում է ջերմամեկուսիչ նյութը, իսկ էքստրուդացված պոլիստիրոլը պատերին փակցվում է կամ խցաբութակներով, կամ սոսնձվում է հատուկ սոսնձով հենց պատի մակերևույթին։ Հանքային բամբակը տան ներսի կողմից փակցնելուց կարևոր է օգտագործել փայտի տախտակներ, որոնցով կարելի է ստանալ վանդակ, ինչպես օրինակ այսպիսի տախտակներով, որոնք կարելի է փակցնել հանքային բամբակի լայնության հեռավորությամբ, հետո մեջը ստանալ վանդակ եւ այդ շրջանակի մեջ փակցնելով հանքային բամբակը ջերմամեկուսացնել եւ կարեւոր է հանքային բամբակը պաշտպանել խոնավությունից գոլոշամեկուսիչ շերտով, որ մենք արդեն ցույց կտանք գործնական։ Փայտե շրջանակը կարող է հետո հիմք ծառայել հետագա ավարտական աշխատանքների համար։ Կարող ենք վրայից փակցնել գիպստասվարաթուղթ կամ նրբատախտակ կամ ինչպես ժողովուրդն է ասում MDF, ֆաներա կամ այլ ծածկող նյութեր, որն էլ արդեն կարելի է հետագայում օգտագործել հարդարման աշխատանքների համար, ինչով որ ուզում եք ավարտել ձեր պատի արտաքին տեսքը։ Տան ներսի պատերը ջերմամեկուսացնելու համար կարևոր է ընտրել որակյալ նյութեր։ Մենք օրինակ ընտրել ենք հանքային բամբակ, որը օրգանական, հրակայուն եւ էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ նյութ է։ Կարող է չափել դրա գաբարիտները, օրինակ այստեղ տեսնում եք փայտի տախտակներով չափված այն հեռավորությամբ, որ ներկայացնում է նյութի լայնությունը, փակցվում է վանդակը, այն շրջանակը, որի մեջ փակցվելու է ջերմամեկուսիչ նյութը։ Եվ այդ ձողերը տեղադրելուց հետո մենք կփակցնենք ջերմամեկուսիչ նյութը եւ այն կպաշտպանի մեր պատը ջերմության կորուստից։ Ջերմամեկուսիչը հետո պիտի պաշտպանենք խոնավությունից գոլոշամեկուսիչ շերտով։ Կծածկենք իրեն անպայման դեպի ներս նայող կողմով, հետո շինարարական ստեպլերով մենք կփակցնենք ան պատերին։ Ջերմամեկուսիչը փակցնելուց հետո եւ գոլոշամեկուսիչ շերտը ավելացնելուց հետո մենք ավելորդ մասը հեռացնում ենք կտրիչով։ Շատ կարևոր է, երբ որ կավելացնեք գոլոշամեկուսիչը, հաջորդ շերտը օրինակ անպայման գան իրար վրա, որպեսզի հերմետիկ լինի եւ խոնավություն չկարողանա փչացնի ձեր հետևում փակցված ջերմամեկուսիչ նյութը։ Ջերմամեկուսիչը փակցրին, գոլոշամեկուսացրինք, հիմա գիպսաստվարաթղթի կամ ինչպես ժողովուրդն ասում գիպսակարտոնի շերտով այն ծածկում ենք։ Հենց այն նույն փայտի ձողերը, որ ներքևում ունեն, կհանդիսանան այն հենքը, որի վրա մենք կձգենք գիպսակարտոնը։ Այսքան։ Շատ հաճախ ջերմային կորուստները տեղի են ունենում տան հատակից, հատկապես եթե ձեր ներքևում նկուղ է կամ ձեր տակի բնակարանը զբաղված չէ կամ թերջերուցում է, շատ հաճախ հենց հատակն է ցրտի աղբյուրը, այսպես ասած, կամ ջերմային կորուստների տարածքը։ Դրա համար հատակը պետք է ջերմամեկուսացնել։ Հատակի ջերմամեկուսացման համար իդեալական առաջին լուծումն է սկզբից այն պատել ջերմաանդրադարձիչ շերտով, որը հանքային մանրաթել է եւ փայլաթիթեղ, որը անդրադարձնում է ջերմային էներգիան եւ թույլ չի տալիս, որ այն կորի։ Հետո նույն սկզբունքով ինչ որ ցույց էինք տալիս պատի վրա, տախտակներով կապվում է շրջանակ, հա, ստանում ենք փայտից շրջանակներ եւ մեջը կամ դնում ենք հանքային բամբակ, կամ արկայության չունենալու պարագայում կարելի է օգտագործել էքստրուզիոն պոլիստիրոլ։ Երբ որ այս նյութերը տեղադրեցինք, արդեն վրայից կարելի է ծածկել այն նյութով, որով պատրաստ են, օրինակ, լամինատե հատակ կարելի է ծածկել, կարելի է անել նրբատախտակ, վրայից մանրատախտակ, ինչպես ասում են, պարկետ,
եւ ծածկել հատակը օգտագործել։ Բետոնե հատակի ջերմամեկուսացման համար նախ եւ առաջ փռում ենք ջերմանդրադարձիչ շերտ։ Շատ կարեւոր է, որ փայլատի թեղով ջերմանդրադարձիչ շերտերի կտորները իրար վրա անպայման համակցվեն, իրար վրա գան 5-10 սանտիմետր առնվազն։ Կարելի է օրինակ սկոտչի ժապավենով իրար փակցվել, որ չտեղաշարժվեն։ Հետո ձեզ արդեն ծանոթ ճանապարհով մենք փայտի ձողերով ստանում ենք այն քայլը, այն շրջանակը, որի մեջ տեղադրվելու է ջերմամեկուսիչը։ Կարող ենք հատակը ջերմամեկուսացնել հանքային բամբակի սալերով, ինչպես այստեղ ենք արել, կամ էքստրուդացված պոլիստիրոլի սալերով։ Սրա վրա արդեն մենք կտեղադրենք նրբատախտակը, այսպես ասած ֆանիրան, հա, որը տեղադրելուց հետո մենք պարզապես պտուտակներով կարող ենք ձգել այն հատվածում, որտեղ գտնվում է մեր փայտե շրջանակը։ Ընդհանրապես պտուտակներով ձգելը բավարար կլինի։ Եթե պիտի ջերմամեկուսացնենք տանիքը, խոսենք սկզբից ձեռնարկի հատակի ջերմամեկուսացման մասին։ Ձեռնարկը ջերմամեկուսացնելու երևակայր ամենահարմար մեթոդը դա հանքային նյութերով ջերմամեկուսացումն է, պերլիտով կամ հանքային բամբակով։ Պերլիտի ջերմամեկուսացման համար օգտագործում ենք նմանատիպ լամինացված կամ հիդրոսկոպիկ, հատուկ ոնց որ ցելոֆանի նման, բայց խոնավությունից չվախեցող պարկերով պերլիտի ավազով եւ խճող լցված պարկեր, որոնք կարելի է ուղղակի փռել հատակին, եւ այս պարկի հենց ծածկույթը պաշտպանում է իրան եւ տանից բարձրացող խոնավությունից եւ հնարավոր տեղումներից, եթե ենթադրենք Աստված մի արասցե ձեր տանիքը կաթում է։ Տեղադրենք։ Եվ ամբողջ տանիքը կարելի է շարել նմանատիպ նյութերով եւ ծածկել մակերես։ Տանիքի ձեռնարկի հատակը ջերմամեկուսացնել կարելի է նաև հանքային բամբակով։ Ինչպես տեսնում եք, այստեղ ցույց տամ ինչպես են կարել։ Հանքային բամբակից առաջ ձեռնարկի հատակին փռել են գոլոշամեկուսիչ շերտ։ Դրա սրա փոխարեն կարող է լինել ռուբերոիդ կամ ցանկացած պոլիէթիլենային թաղանթ։ Վրան փռել են հանքային բամբակի շերտեր, ցանկալի է հնարավորինս հերմետիկ եւ ոնց որ շախմատաձև, որպեսզի ճեղքերի արանքով ոչ մի բան չանցնի, վրայից ծածկում ենք ջրամեկուսիչ շերտով, որ հանկարծ վերևից կաթալուկ տեղումների դեպքում չխոնավանա հանքային բամբակը եւ իրան խոնավությունից պաշտպանի։ Ջեռուցող ձեռնահարկի առաստաղը կամ տանիքը ջերմամեկուսացնելու համար դիտարկենք հանքային բամբակով տարբերակը։ Ինչպես տեսնում եք, սկզբից տեղադրել ենք ջրապաշտպան շերտ, կարող է լինել պոլիէթիլենային թաղանթ կամ ռուբերոիդ, որից հետո տեղադրելու ենք հանքային բամբակը եւ այն պաշտպանենք ներսի կողմից գոլոշապաշտպան շերտով։ Կողմից ստիպնաչ։ Չափել ենք ջերմամեկուսիչի չափը ճիշտ փայտի այս ծպեղային կոնստրուկցիաների թռիչքի լայնությամբ, ինչպես տեսնում եք, հենց այս չափով դրել ենք, հիմա սրա վրայից արդեն կփակցնենք գոլոշամեկուսիչ շերտը։ Եվ կամրացնենք շինարարական ստեպլերով։ Գոլոշամեկուսիչ շերտով ծածկելուց հետո կարող եք արդեն ջերմամեկուսացումը պաշտպանել կամ նրբատախտակով, այսինքն ֆանիրայով կամ կիսաստվարաթղթային ծածկույթով։ Հարթ տանիքի ջերմամեկուսացման համար առաջարկում ենք օգտագործել էքստրուզիոն պոլիստիրոլ, XPS կամ հանքային բամբակի կոշտ սալեր։ Այստեղ մենք ունենք հարթ տանիքի պայմանական իրավիճակ, այսինքն շենքի վերևում գտնվող հարթ բետոնե ծածկ։ Այդ բետոնի ծածկի վրա տեղադրվում է էքստրուզիոն պոլիստիրոլ, կարելի է ամրացնել պլաստիկ խցաբութակներով ձուբելները, որպեսզի խաղ չլինի, տեղաշարժվել չլինի։ Նրանք շատ հարմար իրար մեջ կոչվում են, հնարավոր ստանում ենք շախմատաձև ծածկ եւ վրայից արդեն փռվում է ամրանավորված բետոնի ծածկը։
վարպետները արդեն կստանան համապատասխան թեկություն ջրահեռացման համար եւ վրայից կավելացվի ջրամեկուսիչ շերտ եւ տանիքի ավարտական աշխատանքները կիրականացվեն։ Այսքանով մենք կավարտենք հիմքից մինչեւ տանիք տան ջերմամեկուսացման աշխատանքները։ Հնարավոր է, որ մի փոքր դժվարանաք, բայց հետևեք մեր ուղեցույցին եւս, որի QR կոդը դուք կտեսնեք ջերմամեկուսացման այս ուղեցույցից հետո եւ կարող եք այնտեղ ավելի մանրամասն այս խորհուրդները ուսումնասիրել եւ ձեր ընկերների, մտերիմների օգնությամբ իրականացվել ձեր կացարանի ջերմամեկուսացումը, խնայել էներգիա եւ ապրել տաք ու հարմարավետ տանը, որտեղ շատ ավելի քիչ կծախսեք ջեռուցման համար։